Մոդուլային ատոմակայանի կառուցման մասին ընդդիմադիր դաշտում խոսում են, որ երբևիցե նման տարբերակ չի եղել եւ Հայաստանը լինելու է փորձադաշտ, որտեղ փորձելու է Միացյալ Նահանգները կառուցել, ռիսկերը հաշվարկել, այսինքն այստեղ մեզ օգտագործել են։ Նայեցեք, գնացքը գնացել է, սրանք իրենց համար խոսում են։ Գնացքը գնացել է, հարաբերությունները կարգավորվել են։ Բայց իրենք հիմա այստեղ ճիշտ են, կա արդյոք այդ ատոմակայանի տարբերակը ատոմակայանը Հայաստանի Հանրապետության այսօրվա ատոմակայանը մասնագետներին հարցրեք, վաղուց մաշվել է, վաղուց։ Ռուսաստան այդ կարծիքին չէ, եւ նույնիսկ հիշեցնում է, որ մասնագետները նույն խորհրդային դպրոցներն Վահան Համազասպյան գա, իրեն կանչեք, կարծեմ ճանաչում եք, ինքը կբացատրի, թե քանի անգամ է մաշվել, քանի անգամ է վերանորոգվել եւ ովքեր են զազրախոսությունով զբաղված այստեղ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Հիմա սա այս մասն է, ես կառաջարկեմ ընդհանրապես ռևանշիստների քննարկումներ չանել։ Գնացքը գնացել, իրենք մնացել են, դե հիմա պարտավորություն ունեն ռուսների հանդեպ, իրար հանդեպ եւ պարտավորություն ունեն։ Առանց Ռուսաստանի թրիփներ չի կարող լինել, բարոյ Շիրինյան, այդ հայտարարությունները Ռուսաստանից Գալուզինն է խոսում։ Գալուզի, մալուզին ոնց է շոկոլադ, ինչ են ասում Գյումրիում կասեին, ինչ շաքարակլոն են տարել, առաջարկում են, դա որտեղ էիք, այդ մի քիչ առաջ առաջարկեիք։ Այն ժամանակ, երբ Արցախը ձեր աչքի առաջ ձեր հրահրումով տեղահանվում էր, Հայաստանը 20 թվականի աշնանը ձեր մասնակցությամբ բանակը ծանրագույն մարտեր էր մղում, ձեր գործակալներն էլ ձեր առաջադրանքն է։ Այս ժամանակ խոսեք եւ վերջին հաշվով մենք Ռուսաստանի հետ մի բան փակագծում ասեմ, ունենք մի օրինական պայմանագիր, դա 1920 թվականի մարտի 2-ի դրոլեգրամ պայմանագիրն է, որի ոչ մի կետ ինքը չի կատարել։ Ես առաջարկում եմ ռուսները մտածեն այդ պայմանագիրը գործարկեն, որ մեր հանրապետությունը կիսվեց եւ տրվեց Ադրբեջանյան Վրաստանի մասին չասեմ էլի, ուրեմն թող իրենք դրա մասին մտածեն, չէ՞ հեքիաթներ բանիշ գալուզին իշպա, դրանք անցած բաներ են։ Իհարկե մենք պետք է գնանք մի բանի, խոսքը ռուսների հետ հակատիր բարեկամ եւ որ ողերին բարեկամ է, այդ պետությունը բարձ է։ Բայց վարչապետը երեք իր հարցազրույցում ասաց, որ ոչ մի բան չեն կանելու։ Ես ասացի, որպես ոչ ես պաշտոնյա չեմ, ես կուսակցության ղեկավար եմ եւ ավելի ազատ եմ խոսում։ Այդ դեպքում որտեղ է մնում ձեր բալանսավորված։ Բալանսավորումը ստացվում է, տեսեք այդ տերոր, ասում էին, այստեղ ռազմաբազա, ամերիկացիք չեն անի։ Ռազմաբազա, բայց արին։ Ճիշտ է։ Հետո էլ կարող է այդ ռազմաբազան հապկի անդամ ենք, տնտեսական չի լինելու։ Ուրեմն սա առաջնորդին Թրամփի ուղին բան է, չէ՞։ Տնտեսական է, տեխնոլոգիական է։ Սա այն չի, որ ինքը ապրանքը բերում մեր վրա ծախում է։ Այստեղ Հայաստանի արտադրողական ուժերի զարգացման մասին է, սա ապրանք բերել, այսինքն ել ինչ եք ու համալսարաններ, բաներ, պիտի կարողանանք այդ բոլորն անենք։ Այսինքն սա բոլորովին դա ասում են հիմա եղավ։ Դիվենսն ասում կլինի ամերիկյան աշխատատեղեր։ Մեկը կա մի երկի բանը, այնտեղ իր համար երկիր կողոպտածներից մեկը դուրս է տալիս, ասում է դա Իրանին է հրահրում, պարսիկները բան, էս կոմ են կոմ։ Բայց պարսիկները շատ էլ ըմբռնումով հասկանում են եւ հասկանում են նաեւ ուրիշ բան, որովհետեւ ամերիկացիների հետ իրենք երկխոսության հարթակ են ստանում Հայաստանում, որը խիստ կարեւոր է Իրանի համար։ Այսպես շարունակաբար դրա համար անիմաստ է իրենց մասին խոսելը։ Իրենց մասին կարելի է։ Իրենց մասին եթե չեն խոսում, ապա մեր երկաթուղային ցանցը ռուսական է։ Ինչ եղավ որ։ Ինչ են կանելու։ Իրենք վերագանգնում են մեր խնդրանքով, մեր առաջադրանքով, եթե չէ ազգայնացնում են ու վերջ։ Այսինքն կարգին կանգնեք հասակով բաժանապատիվ։ Խնդրում ենք, առաջարկում ենք վերականգնեն։ Չեն անում, սաբոտաժ են անում, ազգայնացնում ենք, լավագույն առիթ ազգայնացնելու համար ու վերջ։ Հիմա այն բանացը, որ հայերը ուր պետք է փախնեն, չի աշխատում, չէ՞։ Պարզվեց Հայաստանից ռուսները չեն ուզում փախնեն։ Մենք ուր պետք է փախնենք, իրենք չեն ուզում դուրս գան։ Ասում են ուր եք փախնելու, են կոլխոզի նախագահին նշում են։ Դա անի դեն։ Հա, այսինքն այսպես է, մենք ռուսների հետ կարող ենք շատ ազատ ինքնիշխան պետություն, որպես եւ այլն, ինչ որ կանք արդեն նաև միջազգային հարաբերություններ են որոշակի տեղ դիրք ունեցող եւ Հայաստանի արժեքը գնահատած որպես
պետականություն, նաև իշխանություն եւ նաև ոչ ռևանշիստ ընդդիմություն, որոնք ատամներով կպահեն Հայաստանի անկախությունը, չէ՞։ Այս պայմաններում ռուսների հետ հանգիստ խոսելու բան ունենք, հավասարի հետ։ Մենք ցեզարի հետ ես առաջարկում եմ կուսակցության անունից, ուրեմն այդ իմպերիական, այդ տխմար բաները թողել, ինչ-որ բարեկամ եւ այլն, ինքը բարեկամ չի եղել։ Ինքը ցեղասպանության հրահրիչ պետությունն է, աչքերիդ առաջ եղել երկու առաջ։ Հիմա դրանք թողել, իհարկե իրենց համար դա շատ դժվար է, որտեղ այդ պայմանը մշակույթով զբաղվեն իրենց երկրի ալկոհոլիզմի բուժման, նարկոմանիա, երեխացան, այսինքն զբաղվեք ձեր երկրով, ինչպես իդներից հետո գերմանացիները, դու կարեք իսկ Հայաստանի հետ փոխշահույթ համաձայնության եկեք երկրի տնտեսական շինարարությանը մասնակցեք, բայց 30 տարի ստեղ եք, աշխատեիք էլ, աշխատեցնեիք, այդ բարդ գույքի դիմաց գործարաններից որը մեկ աշխատում է, Ամերիկա բնակ հայերը ասում են, որ կվերադառնանք, եթե չէ, ռուսաբնակներն էլ ռուսաբնակ հայությունը ինֆորմացված չի, երեք մեկի հետ ախալքալակում կներեք մեր բառերը, սոլոբուր են ասում, դες մեկի հետ բան է, որտեղ այնտեղից է։ Եկեն ինչ-որ բաներ է խոսում, ինչ-որ ասում եմ, այսինքն տեսնում ես, որ այս մարդը տեղեկացված չի։ Ասում են Ուկրաինայում կվերջացնի Պուտինը կանցնի այս կողմի վրա։ Չէ, որ ասում են, ես ռուսահայությանն ուզում եմ Ռուսաստանի հայության, ռուսահայեր են արմիաշկեկն են, որոնք ազգային նկարագիր, եկեք երկիր, էլի, իմ հայրենակիցներն ախալքալակցին են, վերադարձեք ախալքալակ, ապակա չունեք այնտեղ, եթե չեք ուզում ձուլվել, վերջանալ, գնալ, հավերժ մնալ ասված փռողներ, վերադարձեք, չեք ուզում, ամբողջ աշխարհին հիշում եք տարիներ առաջ միշտ ասել եմ Կալիֆոռնիա, տեղափոխվեք Կալիֆոռնիա, ապրեք օրենքով բանով, եթե չեք ուզում ստեգակ, եւ այլն։ Ուզում եմ ասել Ռուսաստանից չեք ուզում։ Հիմա ռուսների հետ մեր հարաբերությունները արագ կարգավորվեն, իրենք կսովորեն։ Այդ գալուզին նման վազելով կասեն ինչ եք ուզում։ Այդ մինչեւ ամերիկացիք հայտնվելը խոսում է նա դոմագանում ասեն, հա։ Հիմա ամերիկացիք հայտնվեցին այս ծև էլի, փեսացուն հայտնվել է, անտեղ փողոցում կանգնածներ իրար են խառնվել իրար։ Բայց այնտեղ կույսը կա, օրիորդը կա։ Այդ փեսացուն նրա համար է։ Ուզում եմ ասել այս բաները, կարծում եմ, որ մենք այս պարագայում մի քիչ ինչ է պետք։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն ասեց, ծայրագավառ լինելուց դադարում է համաշխարհային քաղաքականության կենտրոն ենք տարել։ Եվ դա է պատճառը, որ այդ ժղաձգումները բանը դիվեսը հենց են խոսում, որ իրենց ընկերն է։ Դա Միացյալ Նահանգների երկրորդ ընդ որում դիվեսի բարակայում մի բան ասեմ, մեր իշխանությունները կարծում եմ գիտեն նաև հանրությունը, նրանք ովքեր որ Հայաստանի պետության համար հոգի են տալիս նրանք, ռուսահայերներ թող իմանան ռուսահայերեն իմացնվել այդ ռևանշիստները, ամենահավանական հաջորդ տեխնացուն նախագահ դիվեսն է, ճիշտ է։ Ընտանիքով գալ ինչի մասն էր խոսում, պարոն Շիրինյան։ Քրիստոնյա երկիր եկել։ Ինչքան եմ ասել։ Ինքը շատ նշեց այդ քրիստոնեը։ Ցավը տանեմ, համաշխարհային քաղաքակրթությունը, որ մեռանք ասելով, այստեղ է ծնվել, այստեղ արարվել, խորվիրապ, Էջմիածին, այդ ռուսներն չեն կապել, այդ Էջմիածից դուրս չեն գալիս, ինչ են ուզում, այս է, արարվել է Արարատ և նրա շուրջը, ես կապ չունի այսօր, որտեղ է ինչ է, Աստվածաշունչ են կարդում, չէ, Աստվածաշունչ, դե նրանք այդպես է նաև հոգով սրտով են ընդունում են, բոլշևիկ այս նախագահները չեն, Աստվածաշնչի կոմսոմոլի բանը գրբանները դրած Աստվածաշնչի վրա երթվում են, չեն իմանում, բոլշևիկն է գալիս, մենշևիկը որ ցույց տանի։ Հիմա այդ վիճակում են։ Հասկանում եք ոնց է։ Այսինքն ինչքան եմ ասել, առաջագործության հայրենիք ինքն էլ ասեց, օրինակ ես եթե չէի բան արել, օրը որ անորոշ էին խոսում չհասցրեցի իշխանություններին ասել, որ իրեն պետք է տանել անպայման խորվիրապ։ Անպայման։ Դուք մեր հաղորդման ժամանակ ասեց, հա, խորվիրապ, դա մեր փափուգուշտ է։ Փափուգուշտ նստում են, ասում են, այն հիշում եք, Վելիկալեպնի միրը ինչ է, որ ցույց են տալիս։ Թուրքերն էս ֆիլմ ունեն, էս ունեն։ Եղբայր արեք, հիմա ընդգրկեք ցանկացածի այցը Գառնի Գեղարդի հետ զուգահեռ, նրանից առաջ, որտեղ ստեղ է արարվել, Գառնի Գեղարդում չի արարվել այդ ամենը։ Խորվիրապ Եվ այնտեղ է գալիս նաև դրթատ մեծ է բարձը, այնտեղ է գալիս այդ
հրաշապատումները Գրիգոր Լուսավորիչ եւ ինչը նայում եք աշխարհում ամենաշատ կարդացվող գիրքը որն է Աստվածաշունչը Աստվածաշունչի ուզում եք 5 կտակարանը կարդացեք ուզում եք նոր կտակարանը կարդացեք եւ ինքը ասեց չէ որ ես իսկական ես օրինակ ասեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հիմնադրելը նախաձեռնել եմ մեր ժողովրդի փափուկ ուժը որը զենքից ուժեղ է փափուկ ուժը իրեն վերադարձնելու ինքը եւ այն մարդը եկավ ասեց ինչ ասենք աշխարհի հզորագույն պետության երկրորդ դեմքը որը ամենահավանական տեխնազուն է հաջորդ ընտրություններում ամերիկայում լինելու Այնտեղ ինչ ասենք բոլորիս ծնողներն ասած կլինեն չէ մեկ աստծուց էլ կրակ եք ուզում ինչ է մնում է Թումանյանին լավ կարդալ լավ այդ բանը անխելք մարդուց դասերը քաղել հա անխելք մարդու նման փողոցներում չթափառել եւ նորից գելի բաժին չլնել եւ կարեւորը նաեւ քաղաքակետ պրոֆեսիոնալ ոչներին ասեմ որ Կիկոսի մահով չզբաղվեն էլ հիշում եք չէ Կիկոսի չի ծնվել երեխեն 40 են անում ապուշները թաղում են անում որտեղ իրենք վրուշ ռուսը այդ բանի մեջ են անում ոչինչ չկա բայց 40 են անում Թումանյան կարդալ հագարակնա եւ Գիկոր մի եղեք օտարի հանդեպ բազազարտերը մաշկելու է ձեզ իսկ հագարակը տեսնում եք իշքան արժանապատիվ ենք լինում բարձում է Երկիրը տեղ գնալու տեղ ունի, չէ։ Եկավ ով, դիրենցն ասես, որ դուք ռուսից լսել եք մի բան, որ սա քրիստոնյա Հայաստանն է, ես քրիստոնյա մարդ եմ, լսել եք մեկից, այս կան դար ընկերություն եք անում, իրենց եք ծառայում 100,000-ներով։ Եվ այսպես մնացածը տեխնոլոգիա, այդ դե հատուկ ռեժիմ է սահմանել, չէ, տեխնոլոգիաները, սովորական չի։ Եվ ես գիտեմ ինչի համար են անում։ Միանշանակ է այն իմ առաջադրած թեզիսը, որ միայն իմը չի Հայաստան Անդրկովկասի, այսօր Կովկասի բանալի պետությունն է, դա են ստեղծում ինչու։ Որովհետև շուրջը նայեք այնտեղ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մենք այսինքն ամենահուսալի գործընկերն ենք։ Այն հենմանկետն ենք, որի ինչ էր ասում, տվեք ինձ հենմանկետ, ես շուր կտամ աշխարհը։ Չէ՞։ Գալիլեն դե թե ով է։ Հիմա հուսալի հարց չի։ Աշխարհագրորեն կենտրոնում ենք։ Աղաչ, ծախ եւ այլն։ Դուք կարող եք նրան ռուսի նման փագեք, խեղդեք, կենտրոնում է, ճանապարհ չունի։ Հակառակ կարող եք հենմանկետ դարձնել, բոլորին բալանսի բերեք, խելքի բերեք։ Ամերիկացիները այդ փորձ ունեն, չէ՞, Հունաստան եւ Թուրքիա ՆԱՏՕ-ի անդամ չեն մտցրել, խելոք իրար հետ ապրեցնում են։ Հունաստանին զինում են, օգնում են, բանին Թուրքիային չափի մեջ են բաղում, բայց մի բան ասեմ մեր ժողովրդի մեջ, մի հատ տկետ բան է դիտավորյալ տարածում, այդ կագեբեշնիկներն են, այդ բանը, որ մենք Ամերիկայի հետ թուրքական խողովակով չէ որ հարաբերվում ենք, մեր հարաբերությունը երկու մասով, Աստծու հետ ուղիղ է, որտեղ մենք արարչագործության ժողովուրդն ենք եւ մեր եկեղեցին արարչագործական է, առաքելական է։ Իսկ Ամերիկայի հետ հարաբերվում ենք ուղիղ իրենց իշխանության հետ։ Առանց միջնորդների։ Առանց միջնորդների եւ այդպես է։ Իսկ ռուսներն թող կարգավորվեն, խնդրեմ։